Տեխնացուի անունը։ Երբ որ գա ժամանակը անպայման կլինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընտրողներից քվե է խնդրում առայժմ գաղտնի պահելով կուսակցության վարչապետի տեխնացուի անունը։ Երեք Ծառուկյանին պատկանող հանդիսության սրահներից մեկում տեղի ունեցավ կուսակցության համագումարը։ ԲՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ծառուկյանի հետ ոչ ֆորմալ դաշինք են կազմել Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստան եւ Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանք կուսակցությունները։ Երեք նրանք ներկայացրեցին ընտրացուցակի առաջին 30 համարի տեխնացուներին։ Այվազյան Արա, Սարգսյան Լուիզա, Թևանյան Անդրանիկ, Գագիկ Ծառուկյանին։ Ցանկը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, երկրորդ տեղում Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։ Նա Քոչարյանի ճամբարից է անցել Ծառուկյանի թիմ։ Թևանյանը Հայաստան խմբակցության падգամավոր էր, մանդատից հրաժարվեց 2023 թվականին։ Քոչարյանի նախկին թիմակիցներից Թևանյանը միակը չէ Ծառուկյանի ցուցակում։ 9-րդ համարի ներքո Հայաստան դաշինքի падգամավոր Էլինար Վարդանյանն է։ Դուք Քոչարյանի թիմից էիք, չէ՞։ Հիմա եկել եք Ծառուկյանի թիմ, Տիկին Վարդանյան։ Քիչ ուշ հարցազրույց կտամ, շնորհակալ եմ։ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեկ այլ նախկին падգամավոր Արեգնազ Մանուկյանը 27-րդն է։ Նա Հայաստան խմբակցությունից հեռացավ 2025 թվականի սեպտեմբերին։ Ցուցակում է նաև Մայր Հայաստանի մեկ այլ անդամ գեներալ Սերյան Սարոյանի նախկին օգնական Գևորգ Ստեփանյանը։ Նա 11-րդ տեղում է։ Ցուցակում երրորդը եւ առաջին կինը Լուիզա Սարգսյանն է։ Նա Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստրն է։ Սարգսյանի հայրը Գագիկ Ծառուկյանի մարզիչն է եղել, երբ վերջինս զբաղվում էր բասկամարտով։ Լուիզա Սարգսյանը նախկինում է եղել ԲՀԿ-ական падգամավոր։ 4-րդ հորիզոնականը բաժին է հասել Փաշինյանի իշխանության օրոք արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանին։ Նա 2021 թվականին տեղակալների հետ հրաժարական ներկայացրեց արտգործնախարարությունը թողնելով առանց ղեկավար կազմի։ 5-րդ համարի տեխնացուն ԲՀԿ-ական Արմեն Մանուկյանն է, զբաղվում է մարզային գրասենյակների աշխատանքների համակարգմամբ։ 6-րդ տեղը Աբովյանի թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Մետաքսե Բաբայանն է։ 7-րդ հորիզոնականում ակունքներին վերադարձած նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է։ Մինչ 2017 թվականը Գրիգորյանը ԲՀԿ-ական էր, սակայն 2017-ին Շիրակի մարզում առաջադրվեց հանրապետականի ցուցակով, իսկ 2021-ին հանրապետականի եւ Արթուր Վանեցյանի հայրենիք կուսակցության պատիվ ունեմ դաշինքով, այժմ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր է։ Ցուցակում 8-րդը դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է։ Նա Ծառուկյանի հետ համագործակցում է նաև թիմ ընտրությունների ժամանակ։ 10-րդը այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վայե Հովանիսյանն է։ 12-րդը ԲՀԿ-ի հնաբնակներից Իվետա Տոնոյանն է, որին հաջորդում են Միքայել Մելքումյանը եւ Արման Աբովյանը։ 15-րդ տեղում Ծառուկյանի մեկ այլ ընկերոջ Սեդրակ Արուստամյանի դուստրն է, նախկին ԲՀԿ-ական падգամավոր Նորա Արուստամյանը։ Հիշեցնենք, Սեդրակ Արուստամյանը մեղավոր ճանաչվեց ընտրակաշարք բաժանելու քրեական գործով, որով Ծառուկյանն արդարացվեց։ 16-րդ հորիզոնականում ԲՀԿ-ական ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է։ 17 համարի ներքո Ծառուկյանին պատկանող Մուլտիվելնես մարզական ակումբի տնօրեն Արման Փիրոյանն է։ 18-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական թևից Լիաննա Մանուկյանը։ Ծառուկյանի գլխավորած ընտրացուցակի լավագույն 3 տասնյակի մեջ են նաև քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը եւ Ստեփան Դանիելյանը։ Ուշագրավ է, որ այս նախընտրական ցուցակից Ծառուկյանը դուրս է թողել փեսաներին, որոնք նախկինում եղել են իր խմբակցության падգամավորներ։ Խոսքը մասնավորապես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու Արգամ Աբրահամյանի, տրանսպորտի նախկին նախարար նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդու Դավիթ Մանուկյանի եւ ազգային ժողովի նախկին падգամավոր Մուրադ Գուլոյանի որդու Կարապետ Գուլոյանի մասին է։